Բայց Էվրասմա Հայաստանի խեղճուկրակ, թշվառ, անտեր, անուղեղ եւ այլ տարբեր կատեգորիայի ժողովուրդներ։ Ուրեմն ուշադիր հետևելով այս ներքաղաքական, տնտեսական իրավիճակին, կաս կոնկրետ ասեմ, ինչ ենք մենք տենում։ Հայաստանի Հանրապետության ներկայիս կառավարություն կոչվածը, որ կողացրած իբր թե ձեզ տանում է դեպի Եվրոպայ, այսօր Եվրոպան հեն լավ ասում է, հայտարարում է, որ մենք ձեր ապրանքները չենք կարող ընդունել, դա նորություն չի, ես դրա մասին ասել եմ տարիներ, նայեք Վրաստանի այդ օրինակը, հետևություն եք, մալը տավով, որ մենք ձեր ապրանքները չենք կարող ընդունել, մենք նաև ձեզ չենք կարող փոխհատուցում տանք, ընկեր անուղեղ գյուղացիներ, որ դուք ինչ-որ հույս եք պայպայում, թե ձեր ծիրանը խնձորը տանձը պիտի գնա Եվրոպա։ Եվրոպան ինքնի ամրքերի ձեռնակակնք է, դուր մնաց թե ձեզանից միտք ընդուն, այսինքն այն ինչ-որ արեցին Վրաստանի հետ, հիմա անում են Հայաստանի հետ, ասում են, եթե դուք ուզում եք գաք Եվրոպա, վիզաների ազատական հարցում, հրաժարվեք ռուսական շուկայից, օքեյ, Հայաստանի բոզի կառավարությունը չի ասում, լավ, ես հրաժարվում եմ ռուսական շուկայից, իմ ապրանքը ում ոռը կողեն, ֆոն դեր Լայն, քո թե Մակրոնի թե մյուսի, ում ոռը մտցնեմ, ոչ ապրանքն են ընդունում, ոչ փոխհատուցում են տալում, բայց ասում են ռուսական շուկայից հրաժարվեք, այս է եք ուզում, այսինքն ինչա թե պիտի վիզա ունենանք, գնանք այն Փարիզի մեջները, Էյֆելյան աշտարակի կռիվներին նայենք, հլնենք, կայմար աշխարհ եք ուզում տենաք, Չինաստան գնացեք, չգիտեմ, արաբական երկրներ գնացեք, Ղազախստան, Տաջիկստան, Սերբիա գնացեք, ինչ պարտադիր է գնանք հասնեք Ամստերդամ հետ գալ։ Ու ցես երկրի տնտեսության հերը անիցին պրինարի տակ, փոխարեն օգտվում այմ այդ Ադրբեջանը ամբողջ ազատ շուկան, որ հիմա Հայաստանի հաշվին դեղ շուկան ազատվել է, ադրբեջանական բերք ու բարիքն է այդ Ռուսաստան, իսկ մեզ տուպոյ անուղեղ ժողովուրդը ասում է Նիկոլ եմ ընտրում, որ Եվրոպա է դա, դուք Եվրոպա չեք եթալու, ձեզ Եվրոպան չի ընդունելու, իսկ ինչ մնում է այս ընդդիմադիր կոչվածներին, թող մեկ է թելի խոսա, ես հիմա կոչ եմ անում, որ ռուսական կողմը էլ ավելի խստացնի, անես խստացնի, որ չգիտեմ, մի հացի պրջու մրկի կտոր չմտնի հայկական արտադրության ռուսական տարածք, Բելարուսիայով էին ուզում ծաղիկներ անցկացնել, են Լուկաշենկոն հանեց խռը դրեց անցկացնողին նավթարի բենի մեջ, Պարսկաստանով էին ուզում անցկացնել, պարսկական փողերը դրին ծծերին, Վրաստանով էին ուզում անցկացնել, վրացները դրին ծծերին, չեք կարանալու, լֆիկականներ, չգիտեմ ընդեղ գրզոյականներ եւ այլն, դուք չեք կարանալու, շրջանցեք եւ ապրանք մտցնեք Ռուսաստանը ճիշտ անում սահմանափակումա։ Հիմա պետք է կողմնորոշվեն, ինչ են ուզում, դուք ուզում եք սովից սատկեք, թե ինչ-որ այն վիզայի հույսով գնաք հասնեք, չգիտեմ, Եվրոպաները, գնացեք, նստեք, այն ինչ-որ ես ասում էի տարիներ, ձեզ Եվրոպան չի սպասում, ձեզ չի ընդունելու, այն որ ասում եմ ինատ անեմ էլերին, որը սամ գելերին, այս կարգավիճակի մեջ հայտնվել եք դուք, Ռուսի ինատը պիտի եցամ սոված, սասկի միջա Ռուսի ինատը Եվրոպա սենց ուզում, արա Եվրոպա ես ուզում, Եվրոպայից ուզում եմ, արա բանտուն իմ ապրանքը, քիչ ես ընդունում, համի ապրանքը չի ընդունում, համել ասում եմ, քեզ փոխհատուցում չեմ տալու, գնա սատկի, ինչա թե ռուսին վատություն ես, արա մենք ենք մեզ վատություն անում, ռուսին վատություն չենք անում, մեզ հեզն է անիծվում, Վրաստանը 20 տարի թքեց ասոյի փայդիկին, հետևություն չերեցին, նույն սխալը կրկնում են այս նույն տուպոյ ժողովուրդը, այս նույն բոզի տղա կառավարությունը, նույն խպիտղայտ իշխանությունը, հիմա նստեք մտածեք, ու նորից կտենակ, որ Վարդան Ղուկասյանը ճիշտ էր, Վարդան Ղուկասյանը մեզ 3 տարի նույն բանը զռռում է, բայց դուք ես չլսեցիք, դեմա քաշեք, որ հասկանաք, որ Վարդան Ղուկասյանը ճիշտ էր, այս կանը ամենան հարգանքով ամենատես Վարդան Ղուկասյան։